Բարև ձեզ սիրելի հարգելի հեռուստադիտողներ, եթերում տեսակետ հաղորդումն է եւ ես Սևան Աղաջանյանն եմ։ Մեր այս հարթակում մենք ամեն անգամ հյուրընկալում ենք քաղաքական գործիչների եւ վերլուծաբանների լսելու նրանց անկեղծ տեսակետը երկրում տեղի ունեցող ամենաթեժ եւ աղմկահարույց քաղաքական իրադարձությունների վերաբերյալ։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Newspress լրատվական կայքի հիմնադիր Արյաննա Հովսեփյանին, նրա հետ խոսելու ենք ընդհանուր առմամբ քաղաքական Հայաստանում տեղի ունեցող այդ վայրի վերումներից, ազգային ժողովի ընդդիմություն իշխանություն հարաբերություններից, նաև քաղբանտարկյալներից։ Բարև ձեզ Տիկին Հովսեփյան, սկսենք մեր զրույցը։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Տիկին Հովսեփյան, ձեր կարծիքով ո՞րն է գլխավոր պատճառը, որ հայաստանյան ընդդիմադիր դաշտը մինչ օրս չի կարողանում միավորվել ընդհանուր բռունցքի շուրջ եւ համատեղ ուժերով Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ի իշխանությունից ձերբազատվեն։ Ինչն է հիմնական պատճառը։ Ես այստեղ կուզեմ հակադարձել քեզ, մեկ հարց ես տամ, քանի որ հարց տվողը դուք եք այս պարագայում, բայց կխնդրեմ իմ հարցին դուք անկեղծ պատասխանեք։ Միթե մենք Հայաստանում ընդդիմություն ունենք։ Մենք ընդդիմություն չունենք։ Ես կարծում եմ դուք համամիտ կլինեք ինձ հետ։ Մենք ունենք պարզապես Նիկոլի գրպանի կամակատարներ պայմանավորված Նիկոլի հետևորդները, Նիկոլի կամակատարները, ովքեր իրականացնում են Նիկոլի ցանկությունը։ Բայց ընտրություններից առաջ քարոզարշավին մեզ խոստանում էին, որ պետք է Նիկոլից ազատվենք, կրելու ենք, հաղթելու ենք նմանատիպ թեզեր, դրա համար էլ ես անձամբ գնացել ընտրել եմ ընդդիմադիր ուժերից, ովքեր այսօր ազգային ժողովում են, ովքեր ասում էին, որ պետք է ազատվենք ընդդիմությունից, բայց այսօր չենք տեսնում այդ ազատումը այսպես ասած, ավելի հարմարվողական քաղաքականություն են իրականացնում, նաև Հայաստանում քաղբանտարկյալների հետ կապված խոսենք, Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդի ձերբակալության մասին նաև կալանավորեցին, բայց հանրությունը որպես այդպիսին աջակցություն, լայն աջակցություն չունեցավ հանրության կողմից պարոն Ծառուկյանի կալանավորումը, բացի դրանից այն գործընկերները, ովքեր կային ազգային ժողովում, նրանք էլ ինչ-որ փոքր-ինչ լուր են կամ ինչ-որ կտրուկ հայտարարություններով կամ ազգային ժողովի ամբիոնից 1-2 պատգամավոր հայտարարությամբ է հանդես գալիս, ինչ կասեք դրա մասին։ Ահա, ուրեմն գանք սկզբից, ընտրություններին ընդառաջ այս Նիկոլի գրպանի, այս շնիկները, ընդդիմություն կոչվածը, ինչ խոստումներ էին տալիս, սկսենք այդտեղից, տեսեք, հիշում եք 2018 թվականը, Նիկոլը, որ գալիս էր, քայլելով Գյումրիից ինչ խոստումներ էր տալիս, եւ եկեք չմոռանանք, եւ Նիկոլն էր անօրինական սկսել իր քարոզարշավը, ժամանակից շուտ, եւ նաեւ եւ Քոչարյանի թիմը եւ ուժեղների թիմը, ես հուսով եմ ձեր տաղավարը ազատ է, ես կարող եմ ազատ խոսել, տեսեք, ուժեղները եւ Քոչարյանի թիմը, մենք հիմա Նիկոլին դնում ենք այս կողմ, որովհետեւ Նիկոլը խաբեբա դավաճան 18 թվականին խոստումներ տալով, խաբելով եկավ ու մինչեւ հիմա էլ իր հոտը այդ գիպնոզի տակ է, նույն ձևը դա արեց այս երկու ուժերը, ընդդիմությունը։ Տեսեք, ժողովրդի այդ թույլ կետի վրա էին աշխատում, կամ մի կերպար Նարեկ Կարապետյան, իմ համար դա ոչինչ չասող կերպար է, պարզապես Տաշիր Սամոյի եղբոր տղան է, դա էլ դնենք մի կողմ, ինչ թեզ էին իրենք առաջ տանում, խաղալով ժողովրդի այդ հուզական լարերի վրա, տիպը 300,000 ադրբեջանցիներ են գալիս, հիմա ես ուզում եմ հասկանալ, այլևս այդ 300,000 ադրբեջանցիները չեն գալու Հայաստան, որ ձայները կտրել են ու վեր են ընկել ազգային ժողովում, նաև 300,000 ադրբեջանցիների հետ մեկտեղ իրենք շեշտում էին գործարան ենք բացում, չգիտեմ ինչ ենք անում 300,000 աշխատատեղ, որտեղ էին իրենք բացելու այդ 300,000 աշխատատեղը եւ ում համար, արդյոք հիմա այդ ծրագրերը չեն իրագործվելու, հիմա անցնենք մյուսը,
ես գիտեք ինչի այս ընդդիմությանը մանավանդ այս երկու հա Քոչարյան եւ ուժեղների թիմը ինչի ես իրենց չեմ ընդունում նորից գնանք 2018 թվականը երբ որ ամբողջ հանրությունը դուրս էր եկել Սփյուռքով Հայաստանով երևի եկեք ձեզ հիշացնեմ Ստալիշնի պոլկը հիշում եք անգամ զինվորներն էին պատերի վրայով թռնում որ այս խափեբա դավաճանի այդ միտինգներին միանան առաջինը ժողովրդին ով հանեց դուրս ով հանեց Նիկոլ Փաշինյանը չէ հա Նիկոլ Փաշինյանը կոչ էր անում իրենք մի քանի հոգով գալիս էին գրեթե իրենց ճանապարհներն էլ չէին միանում հասան Երևան հա ով իրենց միացավ Տաշիրի աշխատողները գազի աշխատողները, հեծի աշխատողները, եկեք նաև չմոռանանք, Քոչարյանի ազգու տակը, հարսի գրառումը Սիրուշոյի ես ասում եմ ամենայն հարգանքով, որտեվ ես Սիրուշոյի երգելը սիրում եմ, մենք այստեղ ես Սիրուշոյի կերպարը չեմ ուզում խառնել քաղաքականության հետ, եկեք նայենք լյովիկ, ջոզերով կեպին դրած գլխին ցույցերի մեջ ման էր գալիս, Եղբոր աղջիկը, ամուսինը, բոլորը, հիմա իրենք են թեզն են պտտասնում, ծիպը Սերժ Սարգսյանը բերեց Նիկոլին, ես դա եմ միշտ բացատրում ժողովրդին, ես ոչ այդ կուսակցությունից եմ հանրապետականի, ոչ այդտեղից փող եմ ստանում, ցավը տանեմ, ոչ էլ ինչ-որ ոնց կախում ունեմ, այս կողմ են կողմ, այլ ես միշտ ճիշտ ասել եմ հանրությանը, սրիկաներ, հիմա որ դուք, ու գիտեք ոնց է, ընտրություններից ընտրություն, մանավանդ Քոչարյանի թիմը, հա, այն թեզն է առաջ բերում, ծիպը Սերժը բերեց Նիկոլին, բա եթե Սերժն է բերել Նիկոլին, քո ազգու տակը, ինչ գործ ուներ հրապարակում, չեք ամաչում ու հիմա դուք, ոնց եք կարծում, ես պիտի հավատամ, որ մենք ընդդիմություն ունենք, Հենց այս երկու ուժերն են եւ իրանց հետևում կանգնող ալիգարխներն ու միլիարդերները նաեւ հիշացնեմ ձեզ որ ես միշտ ասում եմ մարդիկ ուզում ասեն Արիանան շանտաժանում Արիանան փող ա ուզում անկեղծ եմ ասում իմ համար դա կապ չունի հանուն Նիկոլի, որ ես դե իմ հարթակից, իմ անձնական Facebook-յան հարթակից, ես խոսում եմ այլ լեքսիկոնով, լավ եմ անում, ով ուզում է թող լսի, ով ուզում է թող չլսի։ Ուժեղները հենց Սամվել Կարապետյան կոչված է, իմ բիզնեսը իրանք վարի տվեցին, և ում պատճառով հանուն Նիկոլի, ոնց կարամ ես այդ մարդկանց ընդունեմ, մինչև մեկ տարի առաջ, ներեցեք, մինչև մեկ տարի առաջ, իրենք գովում էին Նիկոլին, Նիկոլը իրանց թողում ամեն ինչ անում, այդ ոնց եղավ, հասկանում եք Սամվել Կարապետյանը դրուկ հայտնվեց Մայրա Թորի, հա, Բաքում, իվ դրուկ են կողմից Քոչարյանի լրագրողը, շրխ, եկավ Սամվել Կարապետյանին, նկարեց ու հենց այդ օր տարա, այս շոուների վերջը պետքա տանք, հիմա անցնենք Ծառուկյանին, այո, ես կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ շատ թե քիչ խոսում են, բայց վախենալով, բայց հիմնականը ես եմ խոսում Ծառուկյանից, այո, ես կարող եմ ասել, որ այս անդիմությունը, դա իմ կարծիքն է, Նաև հանրային մեծ աջակցություն չունեցավ, ահա, ես էդ եմ, չէ, այո, ես իրավունք ունեմ, չէ, իմ կարծիքը հայտնել, կարող եմ ես մտածել, որ հենց անդիմությունը, այս երկու ուժերը փուռը տվեցին Գագիկ Ծառուկյանին, եթե իրենք ընդդիմություն են, մի հատ էլ տեսեք Ծառուկյանի պես մարդուն, անկախ քաղաքական հայացքներից, հա, սննկացնում են, խլում են, փաստորեն Նիկոլը, բաց խլում է ձեռից, բայց չմոռանանք, որ Նիկոլի աղջիկը Ծառուկյանի զուգարանից սելֆի էր անում, նկարում էր, հիմա խլում է, բայց եթե իրենք ընդդիմություն են, ցավը տանեմ, Այս ուր եք, իդեպ ձեզ ասեմ, որ այս վերջում, ես իմ Facebook-յան հարթակից, այս ընդդիմություն կոչվող տականքներին այն օրը գցեցի, որ դուք պիտի խոսեք Ծառուկյանի մասին, ինչի չեք խոսում, մի երկու կծկտուր բաներ ասեցին, կծկտուր դա եղել է իմ ասելուց հետո, ու հիմա այն տիկինը, որ կա, հա չգիտես, կիննա, սիրուհինա, երեխեքի մերնա, մերը չի Աննա Հակոբյանը, խոսում է կանանց
բաներից, Բռնությունից։ հա, բռնություններից։ Բա Տիկին Ծառուկյանի աղջկան ամենազզվելի ձևով անամոթաբար ինչ որ մասին աղջկա մասին հայտարարություններ են տարածում։ Էս քո ձայնը ուր ա կորել։ Դուք էսպես եք, հա, պայքարում։ Ձեզ ասեմ, որ Նիկոլը, Աննան, տո Սամվել, տո Քոչարյան, իրանք պիտի երազեն Ծառուկյանի աղջիկների նման իրանց երեխեքը դասիրակություն ունենան։ Բա հենց էդ է էլի, բա գնացել եք ազգային ժողով, ոչ խոսում են գերիներից, ոչ խոսում են քաղբանտարկյալներից, խոսում են դուքով վախեցած, սովորեն, քանի կար անցած, հա, ազգային ժողովի, հա, նստաշրջանիներ, այն շշով ջուր էին խփում վրանները, թքում, մրում, հանում, նույնը հիմա իրանք են։ Հիմա նաև թույլ տվեք ասել։ Անցած նստաշրջանին, այո, սեղանների վրա դրված էր Արցախի դրոշը։ Ուր է այդ Արցախի դրոշը։ Արցախի թեզը պահելով, չնայած ոչ մեկ, թե Քոչարյանը, թե ուժեղները Արցախի մասին ոչ մի բան չեն խոսել, ոչինչ չեն խոսել։ Հիմա հարց, ուր է այդ Արցախի դրոշները։ Բայց եթե դուք ասում եք Սերժն ա բերել Նիկոլին, եթե դուք արդար եք, մաքուր ընդդիմություն եք, Նիկոլի ջեբի շունը չեք, ուր է բար եք, այդ ոնց էր Սերժ Սարգսյանի օրոք, իրենց այդ պատիվ ունեմ խմբակցություններ, չէ, հա, առանց վախենալու Արցախի դրոշը դրված էր, հիմա գնացին այս լնգու լավազները, նայում ես այդ իրենց պատգամավորներին, օրինակ ես նայում եմ, ծիծաղում եմ, անհայտ կերպարներ, որոնք եկել են, մեկը լրագրող, մատկա չէ, Մայրանակ ասես բանձայնով, հա, որ բոլորին նստած անբարոյական անում, որից մեկն էլ ես եմ, իմ խոսելու համար, իրենք շատ ծանր են տանում, որ ես այլ լեքսիկոնով հայոյում եմ Նիկոլին, այս իշխանություններին, դրա համար մենք վատնենք։ Հիմա հարց Մայրանային, Մայրանա, ես իրան նորմալ չեմ տալի, իմ մոտ դա ֆիքսվել է որպես Մայրանա։ Ուր է Արցախի դրոշը։ Նարեկ Կարապետյան, Լևոն Քոչարյան, ուր է Արցախի դրոշը։ Դե եթե տղա եք, դուք եթե ընդդիմություն եք, Արցախի դրոշը նորից տեղադրեք ազգային ժողովում, ու ելի եմ ասում, դուրս հանեք ժողովրդին Ծառուկյանի համար, ինչի չեն անում։ Անհասկանալի է, ես էլ չեմ հասկանում ինչի են անում, բայց Արցախի դրոշներից խոսեցինք, Արցախի դրոշները ազգային ժողովում սիմվոլիկա էր իրանից ներկայացնում, այն սիմվոլիկան, որ Հայաստանն ու Արցախը միասին են, ամեն դեպքում, բայց որպես սիմվոլիկայից դուրս, անգամ Արցախի հարցերով կամ Արցախահայերի հարցերով ստեղծված ինչ-որ հանձնաժողով այս անգամ չստեղծվեց, ու նաև ընդդիմադիր ԱԺ խոսնակը, ովքեր միշտ հայտարարում էին, որ Արցախի հարցը պետք է Արցախի հայերի իրավունքները պետք է վեր բարձրացվի, այսօր երբ որ ընտրվում է փոխխոսնակ, լեգիտիմ այսպես ասած, ոչ լեգիտիմ, ընտրվում է իր քաղաքական խոսույթը, որ շնորհակալություն հայտնում իրեն ընտրողներին ու ասում է, որ մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան ապագա ունենալու նմանատիպ ինչ-որ խոսք է ասում, բայց Արցախի մասին, որպես ընդդիմադիր փոխխոսնակ, որ պետք է Արցախի մասին ինչ-որ բան ասել, չկա։ Այսինքն Արցախահայության թեման ազգային ժողովում ընդհանրապես չի քննարկում, դրոշները հանել են ու Արցախի թեման էլ են ամբողջությամբ հանել, այսինքն ստացվում է։ Այո։ Այ, գիտեք ոնց, եկեք, հիմա ձեզ մի բան ասեմ, միաձայն երեք ընդունվել ձեր ասած, ԱԺ փոխնախագահ, էլի փոխնախագահ, այո, փոխնախագահ, Արամ Վարդևանյան, Արամ Վարդևանյանը ով է, Արամ Վարդևանյանին ով մարդ սարքեց, Հանրապետական կուսակցությունը, Սերժ Սարգսյանի նկարը իր գլխավերևում կախած էր, կայացավ, դավաճանեց, բոլորը դավաճան են, անցավ Քոչարյանի մոտ, դե Քոչարյանից էլ, դե ով լինի Քոչարյանի փաստաբանը, վատ փողեր կառնի, ձրի հաստատ չեն գնա, չեն անի, այնտեղից էլ թռավ եկավ ուժեղների մոտ, ես նայում եմ,
Սամվել Կարապետյան, երբ որ այդ նույն հարցը լրագրողն է տալիս, ասում է ինքը ճիշտ որոշում է արել, որ եկել է մեր մոտ։ Ուզում եմ հասկանամ, այս տեսակ մարդիկ սիրում են դավաճաններին, սիրում են գրկից գիրք թռնողներին, սիրում են օգտագործվողներին։ Դա օրինակ բերեմ էլի ձեր ասացի հետ կապված, ժամանակին կհիշեք Զարուհի Փոստանջյանը եւ Սոնա Աղեկյանը վերաքննիչ դատարանի բակում 19 թիվներ թե 20 չեմ հիշում, այնտեղ աստիճան էին դրել, բարձրացել էին ռուպերով գոռում էին Քոչարյան մարդասպան։ Իսկ դրանից մի քանի ամիսներ հետո այդ մարդիկ հայտնվեցին ինչ-որ քոչարյանական ուժերի ներքո, սկսեցին համագործակցել Քոչարյանի հետ։ Դա ըստ ձեզ պլանավորած իրաք էին ներգրավել իրանց որպես իրենց ընդդիմություն, որ գոռային Քոչարյան մարդասպան, թե ուղղակի մի քանի ամսում փոփոխվեցին, դարձան քոչարյանական։ Ես կարող եմ ասել, որ դա պարզապես անբարոյականություն է։ Մարդ պետք է լինի իր խոսքի, ուժի, կամքի տերը։ Ես էլ եմ խոսել այդ մասին, երբ որ ես տեսա, որ Զարուհի Փոստանջյանը եւ Սոնա Աղեկյանը այդքան տենց ռոպրա ձեռքներին աստիճանի վրա բարձրացած գոռում են Քոչարյան մարդասպան։ Եվ դրոք անցնում են այնտեղ։ Ես կարող եմ կարծել մտածել, որ Քոչարյանը հենց դրա համար փող է տվել իր անձը քննադատեն։ Այլ ընդդիմություն չլինի իրեն։ Այլ ընդդիմություն չլինի, իրանց այդ տասովշիկները խոսեն, այս արեն, դրա համար էլ այդ մարդկանց, գիտեք ոնց, օգտագործում են, դեն են նետում։ Այս պահին իրանք, ես դա իմ կարծիքն է, ես իրավունք ունեմ այդպես մտածել։ Փողը, աշխատավարձ ստանում են։ Հիմա սովոր են մարդիկ, հասկանում եք, թուք ու մուր ուտելու։ Ես ինչի եմ այս տեսակ իմ անձնական տիրույթում, ես այդ տեսակ խոսում, որովհետև ես ունեմ ինքնասիրություն։ Իմ եսին ով կպավ, իս ձև խոսեց, նույն ձև պատասխանը ես կտամ, որովհետև ես այսքան ժամանակ ոչ մի կուսակցություն չմտա, ոչ մեկ, ես միշտ ասել եմ ճիշտը, հանդիպեց այս ընտրություններից առաջ, երևի տեղյակ կլինեք, մի անասուն կերպար, քեմիայից են եկել բան, իրականում այն որ նոր կերպար է, ասենք փորձենք, ես սկսեցի լուսաբանել իրեն, հասկացա, որ այս մարդը ամեն ինչ անում է, Նիկոլը սրան նկատի, ներկայանում էին մեծահարուստներ, մի հատ բոմժ, դաժե ես կարող եմ այստեղից իրեն ասել, որ իդիոտ գնում ես հաղորդումների, անեն ժպտե դատարկ ատամները չերևա։ Սա այն կերպարն էր, ով հմեկից ասում էր Նիկոլ, ինչի Ծառուկյանին չես բռնում։ Հիշի, դու փտելու ես բանտում, դու բանտում փտելու ես։ Ու այս տեսակ խաբեբաները, այս տեսակ քցողները, այս տեսակ ընդդիմություն խաղացողների վերջը ես եւ իմ նման մարդիկ պետքա տան։ Հիմա իսկ ինչ վերաբերվում այս Զարուհի, Սոնա, այս կոմ, գիտեք ոնց Աստված իրանց հետ օգտագործվում են, թող օգտագործվեն։ Ես մնում եմ իմ տեղը։ Ես մնում եմ իմ տեղը։ Պարզապես պետքա մարդ ունենա բարոյականություն։ Եթե չունեն, ինչ ասեմ։ Նայեք, խոսեցինք նաև Հայաստան դաշինքից, անցած ազգային ժողովից։ Ձեր կարծիքով ինչու է իմպիչմենտը, երբ հանրապետական կուսակցությունը ու պատիվ ունեմ խմբակցությունը իմպիչմենտի գործընթաց սկսեցին, Հայաստան դաշինքը չմիացավ որպես այդպիսին ինչ-որ կիսատ պրատ հայտարարություններով կամ վերջում ինչ-որ, անուն ազգանուններ բերեցին։ Մեկ էլ, այո, այդ իմպիչմենտ գոռացողներից մեկն էլ ով էր։ Էդգար Ղազարյան, իդեպ ձեզ ասեմ, Էդգար Ղազարյանը շատ կուլտուրական, շատ սիրուն Էդգար Ղազարյանին մի երկու անգամ իմ լայվերի ընթացքում հարց եմ տվել։ Էլ իմպիչմենտի թեմա չես անելու։ Գիտեք ինչ ա արել։ Իմ Facebook-յան ընկերներից իրեն հեռացրել է։ Նախ առաջինը Էդգար ջան, ես ուզում եմ որ տղեն տղա լինի։ Էդգար Ղազարյան, ես էլի եմ ասում, ես երեք գրեցի, չէ, դուք հայտնվելու եք իմ սև ցուցակում։ Քանի կային, գիտես ոնց անկախ ամեն ինչից, երբ որ քո Facebook-յան ընկերների մեջ են, հարգանքով բոլի մենի, հարգանքով էի ես բանանում, էլի մոտենում, ասում եմ, տենց շատ բան ջա, բայց հիմա ոչ։ Ասենք դու բռնում ես խզիկավարի,
բանից հանում ես, ընկերների ցանկից հանում է։ Դու իմ ձեռքից կպրծնես, եթե լը միտեղ ստոպ էի տալիս ասում է ընկերների ցանկի մեջ, դու հիմա հասկանում ես ինչ կլինի։ Բայց Էդգար Ղազարյան, հիմա ես քեզ էլի եմ տալիս, հարց տալիս։ Իմպիչմենտի թեման վերջացա։ Ասենք ինչի պիտի իրենք իմպիչմենտ անեին, ցավը տանեմ, երբ որ ըստ շրջանառվող լուրերի ես դրա մասին տարիներով ես խոսում եմ, երբ որ Քոչարյանի տղեն ըստ շրջանառվող լուրերի քպականների հետ մեծ բիզնեսների մեջ է։ Հիմա հարց, այդ բանը, Ծառուկյանի եղած չեղածը անօրինական խլում են, անօրինական, վաղ թե ուշ միևնույն է, այդ ամենը Ծառուկյանը որս տղա է, ինքը չի կարա նեղվի, պարզապես այնքան ստորեն, որ ընտանիքի այդ անդամներին են ուզում անվանազրկեն, դա էլ չի ստացվի, ժողովուրդը շատ լավ ամեն ինչ հասկանում է, հիմա, բա այդ ինչի Նիկոլը, բա ասում էր այդ եռա գլխին տապալելու է, մեզ եմ անելու, են եմ անելու, այդ ոնց է եղավ, Ծառուկյանի քրտինքը խլում է, ասում են Քոչարյանի տղեն շենքեր է սարքում, այդխի Քոչարյանի բանկ, ասում են բանկ ունի, չնայած նրանք 7 պորտենկոմ գրանցումներ կանեն ուրիշների անունը, որ չիմանան, Տոյոտան է, էս այնա, կառավարությունը Քոչարյանի հետ MVD-ն, մեր Տոզդոևնան, բանը կանտրակտներ են կապում, սաղ օգտվում են Քոչարյանի, բայց այդ Քոչարյանին բռնելու չունեք, եւ դուք հավատում եք, որ Քոչարյանը եղել է ԱԱԾ պատվալում։ Դուք մեկը ես չեմ հավատում։ Կամ Սամվել Կարապետյանը եղել է այնտեղ։ Ես չեմ հավատում։ Լսել եմ իրենից, որ ինքը պատմում էր, որ այնտեղ ժիմը արե, այդ պատվալի բանն էր պատմում, խուցը, ոնց է եղել։ Ինչ ասեմ, որտեղ ինչ-որ տրուբակար կախած չի նրան։ Կախվում է ժիմանում, տղան ուրիշ տեղա ժիմանում։ Այք, բայց վերջում էլի Հայաստան Դաշինքը ինչու տապալեց այդ իմպիչմենտի գործընթացը, այսինքն ինքը վախեցավ դրա մեջ մտնելուց, թե այլ իշխանությունների հետ Իշխանությունների Ես ասել եմ, դա կապ չունի, որ ես հիմա ձեր տաղավարում եմ, ես նույն իմ խոսքը ասում եմ։ Հենց այս ընդդիմությունը, այս երկու ուժերը վերջ-վերջո դիմակները պատրվեց, չէ, բերել էին Նիկոլին, այս ձև սուտ ընդդիմություն խաղալով էլ պահում են Նիկոլին, Քոչարյանը ասում էր հանրապետությունում տղամարդ չկա, միակ տղամարդը ես եմ, ես էլ ասում, որ ես քեզանից լավ տղա եմ, ես իմ խոսքի տեր տղա եմ, ասում էին անցած ընտրություններին, երևի կհիշեք, ասում էր գնում ենք 3 ամիս մեր ժամանակ տվեք, 3 ամիս մեր ժամանակ տվեք, բանը Նիկոլին գնում ենք հեռացնենք, արդեն 5 տարի է, նորից խափեցին, պարզապես գիտեք ոնց, ես մի բան եմ ուզում ասել էլի, պետք է նոր ուժ ձևավորվի, այս ընդդիմություններն էլ, այս ընդդիմություններն էլ, Նիկոլն էլ, եթե ուզում եք իմանաք այս ընդդիմությունը Նիկոլից ավելի վատն է, սրանք չարիք են, այս են սրանց, այս ազգային ժողովով, այս մանգլավիկներով, այս չտեսներով, հեսա գիտեք ոնց են կզելու Նիկոլի առաջ ու ոնց են օրերը հաշվելու, որ պարգևավճար աշխատավարձ ստանան։ Մի հատ տեսեք դրես կոդ են դրել, մի երկու ռազմեր իրանց վրայից են կոստյումները հագնում, գրում են, կուլտուրական լեքսիկոնով նստում են, դե մենք հայոյող ենք, որ Նիկոլ ենք հայոյում, իրանց դուրի չի գալիս, իրան կուլտուրականով, տեսեք հեսա Նիկոլի հետ ոնց են վարի տալու այս ազգին, ոնց են խափելու այս ազգին, սրանց պիտի հավաքել, ազգային ժողովով, կառավարության այդ անդամներով, գիտեք սենց զիբիլի այդ մեքենան բերել, սրանց լսնել մեջը ու սենց տանել հորել։ Նայեք, ըստ շրջանառվող լուրերի կան քոչանական տելեգրամյան ալիքներ, որոնք հայտնի են։ Այո, շատ լավ գիտեմ, իմ մասին էլ են գրել այդտեղ։ Այնտեղ հիմնականում այնպես թեզեր են տանում այժմ էլ, որ Նարեկ Կարապետյանենք աշխատում են ուժեղ Հայաստանը իշխանությունների հետ, բայց իրենք ոչ։ Այս թեզն են հիմա առաջ տանում, այսինքն իրանք էլ են ընդդիմության մեջ այդ ավելի շատ իրար հակասում էլի, ընդհանուր միասնականություն չկա ընդդիմության մեջ։ Դա ֆիքսենք ու
այս մարդիկ քոչանական այդ ալիքները ու այդ մեդիա ռեսուրսը որ կենտրոնացնում են ամբողջովին կենտրոնացնում են ՀԿ-ի ու երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ ու իրանք այսպիսով չեն պայքարում էլի իշխանությունների դեմ, պայքարում են այն մարդկանց դեմ, ովքեր այսօր ոչ ազգային ժողովում են, ոչ էլ իսկ իրենց սխալները բարթում են երրորդ, չորրորդ մարդկանց վրա կամ ուժերի վրա։ Ինչ կասեք սրա մասին էլի, վերջերս էլ Ռայսիա 24-ով մի քոչանական տենց իրեն քաղաքագետ կոչող կար, որ նստել ասում էր, դե գունավոր հեղափոխություն ա եղել, հետո դե չէ, ուրեմն երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է բերել Նիկոլ Փաշինյանը, ինքը իրեն հակասելով չեն հասկանում, որ իրականում իրենք են բերել փողոցում լինելով։ Եվ սրա մասին խոսենք։ Շատ լավ։ Տեսեք, ես այդ կանալը գիտեմ, այդ կանալը իմ մասին էր անդրադարձել, իմ մասին էլ ինձ գրում էին, որ ես համասեռամոլ եմ նմանատիպ։ Դա իմ մասին գիտեք ինչեր եմ լսել։ Գիտեք ինչեր եմ լսել։ Հիմա որի մասին չէ խոսում, ես արդեն բաթ եմ։ Ըստ տեղեկությունների այդ Telegram-յան ալիքը ինչ որ չգիտեմ, մեծ դոշերով մի հատ կին է։ Վիկտորիայի տենց իսկ հետևումով ականգնած ես էլ ասում եմ ըստ շրջանառվող լուրերի Վիկտորը չի Վիկտորիան է, այո, իմ մասին էլ էր գրել, տիպը գրել էին Միշիկի մարտն եմ, ամեն ամիս փող եմ ստանում, ու կարոջի անբարոյական եմ, ես կոմենք դե գիտեք, բոլորիս մասին ինչ ասես այնտեղ գրում եք, հիմա ես հարց եմ տալիս։ Այդ կանալը, հա, այդ կանալը որ կա, որ ամեն ինչը բարդում է Սերժ Սարգսյանի վրա, նայեք, հիմա կասեն, հա, Սերժ Սարգսյանը փողա տվել, եկել է Սերժ Սարգսյանի ունա գովում։ Այ ձև կարճ ուղեղով հիմարներ են։ Նայեք, բա որ ասում են Սերժն է բերել, հա, օրինակ Նիկոլին։ Հիմա հարց այդ Քոչարյանի ստեղծած Վիկտորիայի, հա, կամ Վիկայի, այսպես ասած այդ կանալները, ով որ տակը դրա աշխատում է։ Եթե Սերժն է բերել Նիկոլին, Սերժն էր Քոչարյանի գլխին բամփել, որ ազգով տակով դուրս գային հրապարակ Սերժ Մերժեին։ Ամեն դեպքում ասենք ոնց ասեմ, էլի։ Իր գրքում էլ էր հեղափոխությանը 18 թվականի դեպքերին երկրորդ նախագահը լավ դերական ներկայացնում։ Հա, հասենք ամեն ինչ եմ տեսել, ես խոսել եմ դրա մասին, ոնց է կայ հիմարներ։ Ուրեմն Սերժը Քոչարյանի գլխին բամփել է, ասել է դավայ ազգու տակի դվերցրա 2018 թվականին դավայ տրնգի ես գալիս Նիկոլի ոտքերի տակ։ Հասկանում եք ոնց կարան այդ տեսակ կարճ ուղեղ ունեն սրանք։ Դրա համար եմ ես ասում, հասկանում եք, այս ժողովրդին, այս ու խափելը, այս լկտիությունը, էլի, որ գալիս է ամեն ընտրություններից 1 տարի առաջ, ասենք ընտրություններին մնացել է 1 տարի, հա, այդ 1 տարին իրենք վերցնում օգտագործում են, Սերժն է բերել, դու այ աննասուններ, եթե Սերժն է բերել, դուք ինչ էիք անում այդտեղ, այ ես դա եմ ուզում հասկանամ, գիտեք ես այնքան եմ 18 թվականից նույն թեզը տարել, հասկանում եք, որ ես ձեզ ասեմ, որ մեծամասնությունը ընկալել է, որ ես ճիշտն եմ ասում, ես երբեք իմ հետևորդներին, ես չեմ խափում, ոչ էլ ցավը տանեմ, ոտքս գցում եմ, ոտքիս վրա են Գրիգորյան Աննայի կամ են կարմրագլուխը, որ մազերի գույնը փոխել է, հա, բանը, եկել նստել ես, կուլտուրական քանդում եմ իմ երկիրը, ոչ, ես ասում եմ, էսեք, լավ եմ անում, ես ասում եմ ու իմ ասածներին տերեմ, բայց այն ինչ որ ամեն օր աշխատում են Սերժ Սարգսյանի դեմ, պատճառը իրականում չես հասկանում։ Դե հիմա ես ասեմ, ես էլ կարծում եմ, դա Նիկոլի Աթոռը ամրապնդելն է, Նիկոլի Աթոռը ամրապնդելն է, գիտեք ինչու, ձեռա տալիս թքեն, մրեն, այս ընդդիմություն կոչվածների վրա, որովհետև հասկացավ Քոչարյանը, որ իրա տղեն, ես ինֆորմացիա ունեմ, եկեք ասեմ դες, չնայած ես իմ Facebook-յան հարթակով, ես դա ասել եմ ուղիղ եթերների ժամանակ, ես դա ասել եմ, ես ինֆորմացիա ունեմ, որ հենց Սամվել Կարապետյանի հետևից գնացել է Քոչարյանը, դա իմ մոսկովյան աղբյուրներն են ասում, որ համոզել է արի, ընտրություններին մասնակցենք, ասում է խոսակցությունը եղել է այսպիսին, Քոչարյանն ուզել է, որ իր մուսկուլով տղան, հա, Լյովիկը լինի վարչապետ, հետո հասկացել են, որ հանրությունը մեկը ես գոռում է, ոնց թե տղետով է, որ գա դառնա ինձ ղեկավար, ով անա, ինչ արած ունի, սպորտզալից ենքում ինչ է արել։
Ես այդպես գիտեմ, այդպես են մոսկովյան աղբյուրներն ասել, որ հենց այդ պայմանավորվածությունն է եղել, որ Սամվել Կարապետյանը եկել է Հայաստան։ Ցավոք սրտի շատերը հասկացան, որ փրկիչ է գալիս, նոր փրկիչ, բայց ոչ։ Գիտեմ, որ ոնց որ Քոչարյանն է իր ունեցվածքը պահում, հավատացեք նույն ձևել Սամվել Կարապետյանն է իր ունեցվածքը պահում։ Եվ կա այս տեսակ մի բան, ես մի քանի օր առաջ եմ դա ասել։ Եռագլուխ էր ասում Նիկոլը սրանց։ Հիմա հասկացաք, ով գործարքի չգնաց Նիկոլի հետ։ Գործարքի չգնաց Ծառուկյանը։ Իսկ իրենք կզեցին Նիկոլի առաջ։ Ու թող Նիկոլը Քոչարյանին ու Սամոյին, այն Նարեկին չձերբակալի իրանց կեղտոտ գործերի համար։ Նարեկ Կարապետյանի քրեական գործերը փակվեց։ Մատ ուսումնասիրեք փակվեց։ Դիմել էինք, որ ԿՀ-ն անձեռնամխելիությունից զրկի, հետո չզրկեցին։ Էդ էլ չարեցին, շոու պարկեցին Նիկոլի տակ, ոնց կարելի է սրանց հավատալ։ Ես էլի եմ ասում, այս ընդդիմությանը եւ իշխանությանը պետքա լսնել մուսռի տոպրակը ու տանել խորը հորել։ Նայեք, միջ 21 թվականը, 21 թվականից հետո էլ մի քանի տարի կար Ռոբերտ Քոչարյանի գործոնը, որ նա կարող է համախմբել դաշտը, Ռոբերտ Քոչարյանը ընդդիմադիր միակ ղեկավարն, նա չէ, իրանք էին sense ներկայացնում փողոցային պայքարներ կազմակերպեցին, որոնք բոլորը ամբողջությամբ տապալվեցին։ Հիմա չկա այդ երկրորդ նախագահի գործոնը էլ այլևս գոյություն չունի, հա, ընդդիմադիր դաշտում, թե ինչ որ տեղ կա դեռ, ինչ որ հույս կա, որ հնարավոր է ինչ-որ գործընթացներ նորից։ Այդ բառով ասելով դուք ասենք ոնց եք կարծում Քոչարյանը մեզ պիտի փրկի։ Ես իմ կարծիքն ունեմ, որ 20 կռելու են, այո, իրանք կռեցին, որ Ագնեսան, Աննա Գրիգորյանը, Իխշանը գնան նստեն Նիկոլի առաջ կզեն թուքումուր ուտեն եւ թուքումուր ուտելու արդյունքում Պարքեվավճար եւ աշխատավարձ ստանան, ինչի մասին է խոսքը։ Ձեռեք առնում։ Ընդհանուր մեր հաղորդումը, մեր շփումը, ինչ է պետք, որ Նիկոլ Փաշինյանից ազատվենք, ինչ է պետք անել։ ՔՊ-ից դավաճան իշխանություններից ազատվենք, որպեսզի ունենանք ազգային պետության շահը հաշվի առնող ղեկավար։ Տեսեք։ Ես ուզում եմ, որպեսզի նոր թիմ ձևավորվի, անկեղծ եմ ասում, նոր թիմ։ Մենք այնքան երիտասարդներ ունենք, շատ խելացի։ Ու ինչ ձև որ ես եմ մատուցում, հավատացեք, բազմահազարանոց հետևորդներ ունեմ եւ բոլորի վերաբերմունքը ես նկատել եմ, ճիշտ է ժամանակին ինչ շատ էին քարկոծում հանուն Նիկոլի, բայց հասկացամ, որ ես ճիշտ ուղու վրա եմ։ Տեսեք այդ քենիացու պահը, ես հասկացա, որ խափում է շատ արագ։ Ես հանրությունից ներողություն խնդրեցի, ասի ժողովուրդ հանկարծ չընտրեք։ Սրանք գցող խափեբաներ են, ժուլիկներ են, սրանք ուզում են Նիկոլի շունը դառնան, չընտրեք։ Ես ասել եմ ճիշտը, հասկանում եք։ Պետքա խմբավորվի։ Ես այդպես եմ կարծում։ Օրինակ, ես ինքս մենակ եմ։ Դա նաև մեծ ֆինանսների հետ է կապված, հա, այդ ամեն ինչը խումբ ձևավորվի, հա, նոր ուժ։ Տեսեք, մեկով են ցուցադրում ամեն ինչը, մեկը երբ որ դու նայում ես, գունավոր, անտիր, մեր հրաշք երկիր։ Այդ ամենը խաղում է գյուղացին չի տեսնում ինչա կատարվում, հասկանում եք։ Երբ որ նոր խումբ ձևավորվի, սկսեն ժողովրդի հետ խոսել, ես կարծում եմ, ուղիղ 1 տարի հետո հավատացեք, եւ թե կեղտոտ ընդդիմությանը, եւ թե Նիկոլին, հավատացեք վտարենք Հուր Հավիտյանս Հավիտենից ամեն 19 դա պետքա լինի ինչքան շուտ, այնքան լավ, որովհետև մեր հասարակությունը իրականում զոմբիացած է, չի ընկալում ինչա լինում, բոլորի մեջ մտածա, ես ձեզ ասեմ, ես այն անգամ կոչ եմ արել հանրապետականներին, որ հանրապետականներ բավական է այդ կուլտուրական թեզով առաջ գնան, օրինակ, մարդիկ անհատական, տեսեք, ինչ են
մարդկանց ականջին թաքուն լսում։ Ինձ մարդիկ են ասել։ Քոչարյանի թիմը, ուժեղների թիմը, հիմա տակից ասենք հանդիպում են մի մարդու հետ, հա, ինչ որ քաղաքացու հետ, բա գիտեք, Սերժն Արես Ծառուկյանին բռնեցին, Սերժն ասել խլի, Սերժն ա բերել Նիկոլին, մենք պիտի պայքարենք իրենց դեմ, այ այս թեզով զոմբիացնում են ժողովրդին։ Ես կարծում եմ, այո, պետքա լինի թիմ, հավատացեք, այդ մաքուր թիմը, երբ որ առաջ գա, սրանց վռնդելը այնքան հեշտ կլինի։ Չեմ մասնակցում ընտրություններին, Բոլորը ձայն փոշիացնող էին, այո, ձայն փոշիացնողներ, որը ես այդ ամբողջ process-ի ժամանակ գոռացել եմ, ու բոլորը անօրինական դուրս էին եկել Քարոզ Արշավի, բա Նիկոլը ինչի ոչ մեկին չբռնեց։ Շնորհակալություն Տիկին Հովսեփյան, անկեղծ եւ ողանդակալից զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, սա տեսակետ հաղորդումն էր, որտեղ մենք չենք խուսափում անհարմար հարցերից եւ բաց քննարկում ենք այնինչ իրականում կատարվում է մեր երկրի քաղաքական կուլիսներում։ Հետևեք զարգացումներին, եղեք իրազեկ եւ ձևավորեք ձեր սեփական տեսակետը։ Կհանդիպենք հաջորդիվ։ Մնացեք խաղաղությամբ։